Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, ինչպես բարեգործություն անել։ Բարի գործ լինելու համար մարդ պետք է ողորմած եւ բարեգոտ լինի, որպեսզի տեսնի խեղճի, աղքատի խնդիրներն ու հոգսերը եւ փորձի հոգալ, որովհետեւ Հիսուս ասում է. «Երանի ողորմածներին, որովհետեւ պետք է ողորմություն գտնեն»։ Ինչ է նշանակում բարեգործությունը կամ ինչ պայմաններ պետք է մենք ունենանք։ Բարեգործ լինելու համար նախ պետք է մարդ ինքը ողորմած լինի, աղոթասեր լինի, պաղպահող լինի եւ վերջապես ամենակարևորը սեր ունենա։ Առանց պահք պահելու, աղոթելու, ողորմած լինելով սիրո, մեր բարեգործությունը կդառնա ձևականություն կամ ցուցամոլություն, որովհետեւ բարեգործություն անելու համար բավական չէ միայն տեսնել աղքատին, խեղճին, այլև գթացող սեր պետք է ունենալ։ Ոչ միայն պետք է տեսնես, այլև նրան պետք է կարեկից լինես։ Իսկ կարեկից լինելու համար նախ մարդ պետք է աղոթի, որովհետեւ երբ որ դու աղոթում ես, քո աղքատությունն ես տեսնում, եւ ինչպես մարդ իր հոգու աղքատությունը տեսնելով Տիրոջից օգնություն է խնդրում, այնպես էլ մենք աղոթելով տեսնում ենք մեր շուրջը գտնվող այն կարիքավոր մարդկանց, ովքեր հանապազօրյա հացի կարիք ունեն, հագուստի կարիք ունեն, կոշիկի կարիք ունեն, եւ մենք կարողանում ենք մեզանից կտրել եւ տալ նրանց։ Երբ որ մենք պահք ենք պահում, երկրորդ կանգառին սիրելիներ, մենք տկարացնում ենք մեր մեղքերը, թուլացնում ենք, մենք ավելի པարզ տեսնել ամեն բան։ Ինչպես որ մարախուղից հետո ամեն բան բացվում է, դու ամեն ինչ տեսնում ես, այնպես էլ պահքի միջոցով մեղքի շղարշը, մեղքի վարագույրն ես քո աչքերի դեմացից հանում եւ տեսնում ես այն բոլոր թերություններն ու պակասությունները, որ կան մարդկային կյանքի մեջ։ Երրորդ սիրելիներ, ողորմած մարդ պետք է լինի։ Հիսուս երբ որ աղքատին տեսնում էր, նրա չէր խոսում կուշտ փորի մասին։ Երբ որ հիվանդին տեսնում էր, մարդկային առողջության մասին չէր խոսում։ Երբ որ խուլին տեսնում էր, հնչյունի գեղեցկության մասին չէր խոսում, այլ բժշկում էր մարդուն։ Երբ որ դու էլ տեսնում ես այդ ամենը, բայց մասնակից չես, դու չես կարող ողորմած լինել։ Դու ողորմություն նշանակում է քեզանից ինչ որ բան քո արդար քրտինքից կտրել եւ տալ այն մարդուն, ով կարիք ունի։ Եվ վերջապես այս ամենի լրումը սերն է։ Եթե որևէ բան դու առանց սիրո ես անում, դա ինքնանպատակ վախճան է։ Եվ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, եթե ես ամբողջ աշխարհը շահեմ, անգամ հրեշտակների լեզվով խոսեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն այս ամենի մեջ ինչ որ դու կանես, սերն է պատճառ, որովհետև դու այդ ամենը անում ես հանուն Քրիստոսի։ Եվ կարևոր չի չափը մենք ինչքան կանենք, մեկին 10 կոշիկ կառնենք, մի պարկ ցորեն կառնենք կամ ալյուր կառնենք, այլ կարևորը թե մենք այդ արածի մեջ ինչքան սեր եւ հոգատարություն կդնենք, որովհետև Աստված ամենայն սիրով ու հոգատարությամբ է վարվում մեզ։ Մենք էլ հոգևոր աղքատներ ենք, հոգևոր անդամալույցներ ենք, որ Աստված ամեն անգամ բարիք է գործում մեզ համար, որպեսզի մենք ոտքի կանգնենք, մաքրվենք, սրբվենք մեղքերից։ Եվ ինչպես որ հին ուխտի մեջ Աստված հրեա ժողովրդին կարմիր ծովով անցկացրեց, այնպես էլ բարեգործությունը մարդուն այս աշխարհի մեղքի ծովով է անցկացնում։ Եթե Տերը նրանց ավետյաց երկիր Երուսաղեմ տարավ, ապա մեզ վերին Երուսաղեմ է տանում։ Եթե մեր մեղքերը ներում է Աստված մեզ, նշանակում է մենք երկնքարքրության ժառանգորդներն ենք։ Ուրեմն բարեգործություն անելու համար պետք է լինել աղոթասած, ողորմած, պահք-պահող եւ սեր ունեցող։ Եվ այդ սերը հոգեվոր պետք է լինի մեր մարդկային սահմաններից դուրս, որպեսզի Աստված գա բնակվի եւ մեր բարեգործության համար էլ Տերը մեզ վարձատրի ավելիով, ինչպես ինքն է խոստանում 1-ի փոխարեն 30, 60, 100։